Գիտեք, երբ որ այդպես տարածական ասում ենք մամուլը, որ մամուլի մասին է խոսքը, ինձ կհուշեք։ Օրինակ, ասենք, դուք նկատի ունեք այդ տեղեկատվական որոշ աղբանոցներ կան, դրանք եք մամուլ կոչել, որ իբրև թե ես կաթողիկոսի հրաժարականն եմ պահանջում, իբրև թե կաթողիկոսն է սա պատվիրել, կաթողիկոսն է տարածել, դրանք եք մամուլ անվանում։ Եթե դրանց մասին է խոսքի, ես դրանց լուրջ դեմքով չեմ արվելու։ Անհետեթություն։ Դուք ուզում եք բառացի ասեմ, թե կարամ ընդհանուր ասեմ։ Հա։ Մենք կաթողիկոսի հետ բազմաթիվ խոսակցություններ ենք ունենում, եւ ես չեմ կարծում, որ պատշաճ է, որ ես այդ խոսակցությունները այստեղ քննարկման առարկա դասնեմ։ Ես կարող եմ ասել միայն, որ կաթողիկոսը հետամուտ է լինելու, որ այն ինչ որ եղել է, դա բոլոր կանոնների համաձայն օբյեկտիվորեն քննարկվի եւ որոշում կայացվի։ Հիմա ինչ վերաբերում է տարածքին, ես այդ տեսանյութերը պատշաճ չեմ համարել նայել անգամ։ Ես այդ տեսանյութերի մասին մեկնաբանություններն եմ տեսել, հրապարակումներն եմ տեսել եւ ես այդ մասին ասել եմ եւ ես ասեմ ձեզ, էլի, ոնց որ դուք, հենց էլ ես ոչ մամուլից, ոչ էլ տեսագրություններից չպետք է իմանամ իմ կյանքի մասին։ Ես ինքը շատ լավ գիտեմ, ես ով եմ, ինչ եմ արել, ինչ չեմ արել, ոնց որ դուք։ Ես ինչ որ բաներ նայեմ, որպեսզի իմ կենսագրությունից ինչ որ դրվագներ իմանամ, դա առնվազն իմ մոտ ինչ որ ամնեզիայի մասին պետք է խոսի։ Տեսեք, դուք այնպիսի հարցադրում արեցիք, որ եթե ես պատասխանեմ, որ ես չեմ տեսնում իմ մեղավորությունը, պետք է տպավորություն ձևավորվի, որ ես ինչ որ հրեշտակային վարքագծով անձ եմ։ Ես այդպիսի անձ չեմ։ Եթե պատասխանեմ, որ այո, տեսնում եմ իմ մեղավորությունը, պետք է տպավորություն ստեղծվի, որ այն մարդիկ, ովքեր արել են եկեղեցու դեմ գործողություն, դրա ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես։ Դրա համար ես կասեմ եւ այո եւ ոչ։ Իհարկե ես իմ ծառայության մեջ սայթաքել եմ, կարող է դրսևորել եմ նաեւ որոշակի սխալներ, բայց ես նորից եմ ասում, ես երբեք եկեղեցու դեմ գործողություն չեմ արել, չեմ արել որևէ գործողություն, որի համար ամաչ չեմ արել որևէ գործողություն, որը կարող էր օգտագործվել իմ դեմ, անել տալու համար մի բան, որը իմ համոզումներին դեմ է։ Չգիտեմ, պատասխանեցի ձեր հարցին։ Մի հատ հարց ավելացնենք ու զերով